Բարև ձեզ։ Պարոն Քոչարյան, քարոզարշավի ընթացքը ոնց կմեկնաբանեք։ Ես վերցնեմ քարոզարշավի մեկնարկը, ինչպես սպասելի է ԱՔՊ-ի մասով, մենք ակտիվ քարոզարշավի մեջ ենք, ինչպես տեսնում եք նաև հիմա Երևանով քայլում ենք, շփվում ենք քաղաքացիների հետ, բավական ջերմ է ընդունելությունը, կոնկրետ Երևան քաղաքում, որտեղ հիմնականում ես եմ պտտվում, մնացած տեղերն էլ մարզերով էլի բավական ջերմ անցնում, լավ անցնում, մնացածը հույս ունենք, որ լավ ելք կունենա, լավ ավարտ կունենա։ Բովանդակային քարոզարշավ մրցապայքար տեսնում եք ուժերի մեջ։ Մեր մասով տեսնում եմ, մենք բավական շատ ենք տալիս հենց բովանդակությունը, թե ծրագրի մասով, թե հանդիպումները, անց են կացնում հանդիպումներ քաղաքացիների հետ, որտեղ իրենք կարողանում են նաև հարցեր տալ, որտեղ մտնում ենք ավելի բովանդակային, ծրագրային, նաև մինչև քարոզարշավի սկսելը մենք մեր ծրագրի տարբեր ոլորտներին մանրամասն անդրադարձել ենք, անվտանգությունից մինչև սոցիալական եւ կրթական բոլոր ծրագրերին, այնպես որ բովանդակությունը փորձում ենք պահել, բայց հասկանում եմ, որ կան ուժեր, ովքեր ոչ թե բովանդակության վրա են գնում, այլ ձևի, սպառնալիքների եւ այլ ուղու վրա են, բայց մենք էլ ինչ ունենք։ Ձեր դաշինքի առաջնորդի խոսույթը երեկվա ինչպես կմեկնաբանեք, համբալներ կզցնել եւ այլն։ Ես ուրիշ բան կավելացնեի, ինքը ոչ թե ուղղակի համբալը, այլ Ալիևի համբալն է։ Հիմա դա է փաստը, այդ ամեն ինչ արձագանքներ իրենց խոսույթի, իրենց այն ամեն ինչի, ինչը բոլորս շատ լավ գիտենք, հա, եթե երկրի վարչապետը նման խոսույթով է խոսում, թե ազգային ժողովի ամբիոնից, թե տարբեր տեղերից, կամ կանգնում ասում է, այս մեկը պիտի նստի, այս մեկը չպիտի նստի, մենք էլ ասում ենք իրեն իրենց անունով են կոչում, ու նաև իմիջիալոց, ինչպես նաև երեք ասվեց, օգտագործում ենք հենց այն բառերը, որոնք իրենք են օգտագործել։ Բայց ինչու չեք ուզում տարբերվեք, ինչու եք օրինակ իրենց ընդօրինակում։ Հավատացեք, մենք շատ տարբերվելու բան ունենք ու շատ բանով ենք տարբերվում, այս մասով խնդիր չունենք։ Թե դա ուղղակի դերեր կար, ուղղակի պետք է արձագանքել ու չարձագանքելն արդեն սխալ ձև ընկալվում նաև մեր ընտրողների, մեր քաղաքացիների կողմից։ Բայց դուք ո՞ր մասայի մոտ եք ուզում տպավորություն թողնել, նրանք ովքեր փողոցային լեզվակռվի։ Մենք տարբերություն չենք դնում մեր ժողովրդի մեջ, բոլորն էլ մեր ժողովուրդն են, թեկուզ անկախ նրանից թե ում կքվեարկեն։ Ամեն դեպքում քաղաքական պայքարը, մրցակցությունն է, այստեղ նաև կան բաներ, որոնց ուղղակի չի լուրջ արձագանքել։ Շատ կուզեի, որ ուրիշ ձև լիներ, ուրիշ միջավայր լիներ ընդհանուր, բայց երկար տարիներ մենք տեսնում ենք, որ քաղաքական դաշտում խոսույթը ցավալիորեն փոխվել է ու շատ ժամանակ հենց մենք եկել։ Գիտեք, շատ ժամանակ ընկալումը այնպեսին է նաև ժողովրդի մոտ ստումա։ Կարծես մենք դեռ իշխանություն ենք, իրանք ընդդիմություն են։ Այս մարդիկ, Նարեկ ջան, 8 տարի է իշխանության են։ Դեռևս խոսում են ընդդիմադերի խոսույթով։ Չգիտեմ, այս մեկը սա է արել, այս մեկը նա է արել, այս մեկին էս պետք է անել։ Այդ մարդ 8 տարի է իշխանության է։ Անեիք, ապացուցեք, չեք ապացուցում, բայց մեկը նույն խոսույթը շարունակում է։ Այս անպատասխանատու հայտարարությունները, մեղադրանքները, այնպես որ ունենք այն ինչ ունենք, կարար ավելի լավ լիներ, կարծում եմ կարար։ Կշարունակեք այսինքն այդ խոսույթը։ Այդ խոսույթը կշարունակեք։ Ընդհանրապես ցույց տա, գիտես, այլ ջան, այնպես չէ որ մենք նստում ինչ-որտեղ որոշում ենք, այսպես պետք է խոսենք, կամ այնպես պետք է խոսենք։ Մեր տեսակը չի դա, մեր համար ցանկալի խոսույթը չի, բայց եթե մեր հետ այդ ձև են խոսում, 2-3 անգամ ավելի լավ մենք իրենց հետ ենք խոսելու ես ասում։ Այո, ուզում են մոտենան համել։ Պարոն Քոչարյան, իսկ թալանվածը վերադարձնելու հետ կապված Հայաստան դաշինքը ինչ է անելու, եթե գա իշխան։ Թալանված կարող ես ասել։ Օրինակ նրանք ովքեր պետական ռեսուրսների հաշվին հարստացածները։ Օրինակ մեզ ինչ որ մեղադրանք չկա, որ ինչ որ բան թալանված է։ Ինքը Նիկոլենց է ասում թալանված։ Նման մեղադրանք չկա։ Անկախությունից ի վեր։ Անկախությունից ի վեր, եթե ինչ որ բան իմ հարցը խմբագրման կարիք չունի։ Եթե ինչ որ բան թալանվել է, դա պետք է վերադարձվի։ Բայց այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ իդեմս այս իշխանությունների պիտակավորել են, սուտ տեղեկություններ են տարածել, մեր հետ կապված, թեկուզ ուրիշների հետ կապված, ու այսօր 8 տարի իշխանության լինելով չեն կարողանում դա ապացուցել, գոնե պետք է այդքան բարոյականություն ունենան, իրենց հետևորդների, իրենց լսողների մոտ ներողություն խնդրեն, ասեն Ժորժ ջան, դեք կներեք, այս մասով որ ինչ որ բաներ ասում էինք, ճիշտ չէ, մեղմ ասած այդքան էլ ճիշտ չէ, գոնե սա ասեն, բայց սա էլ չեն ասում, ոչ այն են անում, մյուս կողմից, բայց ուզում են այսպես կասկածը պահեն, ինչը բայց դա ձեր գույքերի հետ կապված գործը դատարանում է, դատարանում մենք բազմիցս ասել ենք, ելնելով նաև դատավարական տարբեր ռազմավարությունից, մարտավարությունից,
մենք դատի ընթացքում այս ամեն ինչը կոպեկ առ կոպեկ հատիկ առ հատիկ ցույց ենք տալու, բայց այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ այն ինչ ի սկզբանե տարածվել է, այն ինչ մարդկանց գլուխը մտցրել են կեղծիկով, այդ ամեն ինչը սուտ է, այդ ամեն ինչը սուտ է, այդ ամեն ինչը կեղծիկ է։ Հիմա օրինակ կամ նորմալ է, ես էլի ա եղել սրանից խոսամ, որ օրինակ ասում են ինչ որ ընկերություն Մեծ շոպի միջայլոց դու էլ այստեղ բան կունենաս ասելու, չէ, ապօրինի գույքի մասը, հա, այդ աբսուրդից, որ ասում են օրինակ 50,000 դրամ դու չես ունեցել, ինչ որ ընկերությունը հիմնելու, պետական գրանցում անելու 50,000 դրամ։ Ու հետեւաբար մենք համարում ենք այդ ընկերությունը ու հետագա այդ ընկերության աշխատածը ապօրինի։ Սա նորմալ տրամաբանության մեջ մտնում է, Լևոն ջան, ամենաաբսուրդայինը, որ ես ուզում եմ ասել, Նարեկ ջան, իմ ընտանիքի վրա էլ է հարուցվել այդ նույն գործը, մեր ընտանիքում ոչ մի պետական պաշտոնյա չի եղել, ոչ մի պետական տենդեր 2001 թվականից ցած չենք հարուցել, իջել է 91 թիվը, երբ որ եղել է խորհրդային տարիները, ու ասում են իմ հորը, որ ունեցել է 48 դրամ, երբ որ ռուբլի է եղել։ Այդ աբսուրդի ժանրից։ Պարոն Քոչարյան, կներեք, տեսեք, քիչ առաջ հետևում էի քիչ առաջ հետևում էի լայվին, խոսում էիք ոնց է լրագրողներն էլ են ժողովրդի մի մասը։ շատ կարևոր։ Շնորհակալություն։ Հատկապես դեպս լավ լրագրողներ։ Շնորհակալություն։ Դուք քիչ առաջ խոսում եք Հյուսային պողոտայի մասին, ասում եք, եթե իրեն կառուցած լինեն եւ այլն, բայց կային քննադատություններ, որ այստեղ մարդիկ տեղահանվեցին իրենց տներից, բռնի ծեծու ջարդով, որ այստեղ որոշներ ունենան բիզնեսներ, թանկ տներ ծախեն, կառուցեն եւ շատերը միջև հիմա էլ ասում են, որ անբարեխիղճ փոխհատուցման են արժանացել, հա։ Դուք այդ Հյուսային պողոտան եք գովաբանում։ Արեք, ես Հյուսային պողոտան եմ գովաբանում, որի վրա մենք հիմա կանգնած ենք, որտեղ ամեն երևանցի, եթե հյուրեր են ժամանում, բերում կանգնում է։ Եթե եղել են խախտումներ, ինչ որ սխալներ, ասած կարող եմ ասել, դա ճիշտ էր կամ լավ է։ Բնականաբար չէ, բայց այս ամեն ինչը միանգամից լակներ բերել, եթե ինչ որ տեղ, ինչ որ կառույցներ թերացել են, որը առանց դրա էլ չի լինի։ Ուրեմն դրա համար պետք է թե հատուցվեն նաև այն մարդիկ, ու եթե չեմ սխալվում, նաև ինչ որ վճիռներ եղել է Հյուսայինի հետ կապված, չէ, ուրիշ մյուս փողոցի հետ կապված։ Ու իհարկե լավ չի, եթե այդ ձևով է ինչ որ բան ասել։ Բայց նման մեծ պրոյեկտները չեն կարող լինել նաև առանց դժվարություններ հետել եմ հասկանում։ Բայց ուղղակի պետք է բացել նայել, էլի նույն Հյուսային պողոտայի կադրերը, այս ամբողջ տարածքի հատկապես վերևից նկարահանված, հետո եւ հիմա չգիտեմ, ինձ թվում է ամեն դեպքում նման փողոցի Երևանն ու երևանցիները արժանի էին։ Եվ վերջում մեկ հարցել, Սամվել Կարապետյանը ասում է, որ արդեն Քոչարյանը, Ծառուկյանը հաստատել են, որ միանալու են, հա, իրենց, եթե դուք բավարար քվեներ չստանաք, կաջակցեք Սամվել Կարապետյանին, որ դառնա վարչապետ։ Այստեղ ոչ մի նորություն չկա, մենք ասել ենք, որ պատրաստ ենք, եթե մենք չենք կարողանում միանձնյա մեծամասնություն ստանձնել, մենք պատրաստ ենք աջակցել այն տեխնացուին, ով ընդդիմության մեջ կունենա առավելագույն ձայներ։ Խոսքը սրա մասին է, մենք անուն չենք նշել, այլ ընդհանուր բանաձև ենք ասել եւ ուրախ կլինենք, եթե մյուս քաղաքական ուժերը նույն հայտարարությունը անեն, կարծում սա ազնիվ է, սա արդար է։ Մենք իհարկե փորձելու ենք, մենք ձգտելու ենք առավելագույնին, մենք ձգտելու ենք 50+1 ձայնին, բայց հասկանում ենք, որ նաև հնարավոր է այդպես չլինի եւ այդպես չլինելու պարագայում առաջարկել ենք մենք մեր բանաձևը։ Դուք ռիսկային չեք համարում, որ պարոն Կարապետյանի հարստության զգալի մասը Ռուսաստանում է եւ դա կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ իր չեմ ուզում մեկնաբանել։ Ինչպես? Ճիշտ չեմ համարում մեկնաբանել այդ հարցերը, խնդրում եմ այդ մասով իրենց։ Ինչու, բայց եթե նա գա իշխանության եւ Ռուսաստանում ունի մեծ թվով ունեցված, դա ասում են, որ օրինակ կարող է ճնշումներով որոշումներ կայացնել, որոնք Հայաստանի համար լավ չեն լինի։ Դուք մտահոգված չեք այդ առումով։ Ես չեմ մեկնաբանել։